Ինչ օրինակ ստիպեց քեզ, որ մի օր տենց հելնես, ասես Մարիա ջան, թենիսի ես գնում։ Տեսավ հետաքրքրվեց թենիսով, հարցրեցի բա կուզես Մարիա ջան, դու էլ այցելես թենիսի, բա հա կուզեմ։ Մարիա Ազիզյանը 14 տարեկան է, 10 տարեկան մրցումներում սկսեց Հայաստանում հաղթել։ Քանի մրցաշար է 12 տարեկան երեխան օրինակ խաղում տարվա մեջ։ 8 մրցում գոնե միջազգային ամենակիչը խաղա էլի։ Բայց այդ ծնողը ինչ էմոցիաների միջով անցնում են պատասխանատու խաղերի ժամանակ։ Այդ ծնողն էլ ինքը ամեն մարզում իր լեվելը ավելի բարձրացնում է։ Ամբողջովին թենիսը դարձել է թիմային սպորտ։ Ծնողն էլ պետք է դառնա այդ թիմի անդամ ու այդ երեխան էլ պետք է հասկանա, որ ինքը մենակ չի։ Հարգելի ծնող, դու այդ մենեջերի դերը պետք է պատրաստ լինես վերցնելու ամեն դեպքում։ Ողջունում ենք ձեզ կրկին։ Ողջույն։ Off-court podcast-ի շրջանակներում շատ ուրախ ենք նորից հանդիպելու։ Այսօր շատ հետաքրքիր թեմա ենք քննարկելու, կապված մանկական թենիսի, մանկական կարիերայի եւ ընդհանրապես ինչա նշանակում լինել ծնող թենիսի ասպարեզում։ Շատ հետաքրքիր հյուր ունենք այսօր, Վահանն է մեր շատ սիրելի ընկերներից, ում բալիկը Մարիա Ազիզյանը ամենահզորագույն երևի մանուկ թենիսիստներից է, որ երբևէ ունեցել ենք Հայաստանում։ Մարիան ներկայումս էս պայն 37 համարն է Եվրոպայում, այո։ Փորձելու ենք ընդհանուր առմամբ վերլուծել, թե ինչ է նշանակում թենիսային ծնող հասկացությունը, որտեղից այդ tennis parent-ը հայտնվել մեր թենիսային աշխարհում, ինչ է նշանակում ծնողի կարիերան երեխայի հետ։ Շատ ուրախ ենք Վահան ջան, որ հանդիպել ես։ Ինձ էլ շատ ուրախ եմ, որ հրավիրել եք ձեր նոր այս podcast-ին, շատ հաճելի է, շատ լավ։ Ստե մենք խոսալու ենք քաղաքականությունից, ընտրությունների, հա, այտենց ընտրություններին ենք պատրաստվում։ Մարիա Ազիզյանը 14 տարեկան է, այսինքն որոշակի ուղի անցել եք, բայց հələ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Բարդ։ Ամեն դեպքում մենք կփորձենք մեր ունկնդիրներին ու մեր դիտողներին փոխանցել ինֆորմացիան, որը կապված է հենց դժվարությունների, մոտիվացիայի, չգիտեմ, լավ ու վատ կողմերի հետ, ինչ է նշանակում լինել լավ խաղացողի ծնող։ Այս սկսենք ամենասկզբից, հա։ Ինչ օրինակ ստիպեց քեզ, որ մի օր տենց հելնես, ասես Մարիա ջան, թենիսի ես գնում, թե հակառակը ինքը խնդրեց։ Այ հենց հակառակը տեղի ունեցավ, ոնց որ մենք մի անգամ անցնում էինք թենիսի կորտերի կողքով, շատ պատահական։ Ինքը 5 տարեկան էր, ես տեսավ հետաքրքրվեց թենիսով, ոնց որ խաղներ նայում դիտում, այդ պայն հարցրեցի, բա կուզես Մարիա ջան, դու էլ այցելես թենիսի, բա հա կուզեմ, խի չէ։ Ու տենց սկսավ մեր թենիսային կարիերան։ Իսկ որ կորտերի կողքով էիք։ Օրանժի կողքով էինք, ինկորտ։ Հիմա ինկորտ։ Հիմա էլ ինկորտ։ Քանի տարեկան էր։ 5 տարեկան։ 5 տարեկան։ Շատ հետաքրքիր է։ Իսկ ինտենսիվությունը երբ սկսեցիր շատացնել ու հասկանալ, որ ամեն դեպքում, եթե մենք ուզում ենք արդյունքներ շատ ունենանք, Մարիա ջան, պետք է ավելի շատ ջանքեր թափես։ Այդ ջանքերի հետ խնդիր մենք ընդհանրապես չենք ունեցել, որովհետև ինքը ոնց որ սիրելով է եկել պարապմունքների ու ամեն պարապմունք սպասելա, ուզեցելա գալ։ Իսկ այդ շատացնելը առաջ խմբակայիններ, ասենք 5 տարեկան որ սկսեցինք խմբակային պարապմունքներ սկսեցինք մինչև երևի 6-7 տարեկան, հետո որ արդեն ինքը սկսեց մրցում խաղալ 8 տարեկանների, ճիշտ ասած այդ փոճուր ժամանակ մի քիչ շատ անտաղանդ էր ինքը ոնց որ 8 տարեկան մրցումներում երևի մի խաղ ինքը չի կրել, ընդհանրապես չի հաղթել։ Ու այդ ժամանակ արդեն հասկացանք, որ խմբակայինը ոնց որ մեր համար քիչ է, իր վրա պետքա անհատական մոտեցում, անհատական պարապմունքներ, ու այդտեղից արդեն սկսեցինք ոնց որ բացի խմբակային նաև անհատական բերել, որ իրան հասցնենք այն մակարդակի, որում հիմի պետք է։ Այդ անցումն էլ արդեն 8 տարեկան, թե այդ 8-ում այդ պարտություններից հետո է։ Այդ պարտություններից հետո ոնց որ հասկացանք արդեն, որ մենք չենք ձգում, հետ ենք մնում։ Այդ ժամանակ արդեն սկսեցինք անհատական պարապմունքներ։ Ու դրանից հետո արդեն որ ինքը 10 տարեկան դառավ, 10 տարեկան մրցումներում սկսեց Հայաստանում հաղթել։ Հա, ես հիշում եմ Մարիային 10 տարեկանում շատ լավ եմ հիշում։ Ու այդ ժամանակ արդեն ինքը աչքի էր ընկնում։ Այդ ժամանակ Արևելյան Եվրոպա դու ես Արարատ թենիսակում, այդտեղ ենք պարապմունքներ,
Ընկեր Հենդոնը լտեղ ես ներկա եմ եղել, մեր պարապմունքների նորմալ աշխատում էր թե չէ, ես չեմ սիրում աշխատել։ Ընդհանրապես, ես Հայկո լավ ջան, բարև։ ընկերոջից նման ատում եմ թենիսը։ Ընկեր Հայկ ականջդ կանչի։ Մենք չենք սիրում թենիսը, ընդհանրապես։ Մրցումները, երբ որ արդեն միջազգային ասպարեզում շատացան, սաղս հասկանում ենք Հայաստանի ներսում ինչ որ են ամենաբարձրագույն հաջողությունները, իրանք տենց լիմիտը չեն մեր համար, եթե մեծ ձգտումներ ունենք թենիսում։ Միջին ինտենսիվությունը այ մարդիկ միշտ հարցնում են, քանի մրցաշար է 12 տարեկան երեխան օրինակ խաղում տարվա մեջ։ 12 տարեկան երեխան ըստ ասենք բանի պետքա 8 մրցում գոնե միջազգային ամենակիչը խաղա, էլի։ Այդ են տարիքն է իմիջիայլոց, երբ որ համ ներքին մրցաշարերն են շատ, համ դրսում կամ Հայաստանում միջազգային, հա։ Եվ իհարկե կախված խաղացողի լեվելից, էլի մակարդակից խաղացողի շատ մեծ դեր ունի, որովհետև արդեն մանրից եթե ներքին մրցումներում ոնց որ ինքը մրցակից չունի, պետք է միանշանակ խաղա, ասենք արդեն թենիս Եվրո, որտեղ մրցակցություն լինի, որ իրեն լեվելը էլի կարողանա բարձրացնել։ Նույնիսկ բարձր տարիքում։ Իմիջիայլոց մրցումային այդ փուլում խաղերի ժամանակ հատկապես ինձ շատ հետաքրքիր հարց է, էլի սա, մենք որպես մարզիչ կամ բան, տենց կողքից լրիվ ուրիշ ձև ենք ամեն ինչ զգում, կապ չունի մեր եղբայրն է խաղում, մեր երեխան, բայց այդ ծնողը ինչ էմոցիաների միջով անցնում են պատասխանատու խաղերի ժամանակ։ Ծնողը ոնց որ երեխան մարզվում է, իր հետ ասենք մրցում է խաղում, այդ ծնողն էլ ինքը ամեն մարզումից մարզում իր լեվելը ավելի բարձրացնում է։ Ասենք եթե ես հիմի նայում եմ Մարիայի այն փոճուր տարիքի խաղը ու ես ոնց ինձ պահում էի կողքից, որ ես ինքս ինձ նայի կզզվեի էլի ինձանից, իսկ հիմի ոնց որ ամեն մրցումից ոնց որ 4 կողմը նայելուց մի քիչ ավելի պրոֆեսիոնալ մրցումների, որ մասնակցում ենք, տեսնում ենք ոնց են իրանց ծնողները կամ պրոֆեսիոնալ թենիսիստների տրեներները իրանց պահում, արդեն մենք էլ ենք փորձում այտենց ոնց որ իրանց նմանակ ենք, բայց իհարկե ներքաշխարհը շատ ծանր է։ Ես որ ինքը խաղը սկսում է, ես դաժե ինքն էլ ասում, պապ դու ինձանից շատ ես լարվում, ու այդ լարվածությունը ես հապ չեմ ուզում եմ փորձեմ ինձ զբաղացնել, որ իրան ցույց տա, որ իրան խաղին հանգար չխանգարի։ Նշանակ խանգարելու է, եթե ինքը զգաց։ Հա, ու այտենց ամեն խաղին ոնց որ սենց մենք էլ մեր լեվելը բարձրացնում ենք։ Իմ խաղերի ժամանակ իմ հայրը որ գալիս էր, վերջում արդեն որ մի քիչ մեծացա, տենց 16 տարեկանում, արդեն չէի թողում գալ, որովհետև գալիս էր անընդհատ տենց ծխում էր, իմ վրա ազդում էր։ Հետո էլ ասացի որ չգա, եթե տենց պետքա լինի, էլի։ Այտենց բաներ կա, էլի, ես հիմի որ կարդում եմ հոկեբանական, ասեմ Ռուսաստանում շատ է ծնող երեխեն արգելում է ծնողին գա ներկա գտնվի խաղին, ոնց որ ավելի լարվում է, ավելի չեմ, ասած ինքը չի կարող իրան դրսևորի, բայց ես այդ ուղղությանը մի քիչ համամիտ չեմ, ոնց որ ծնողն էլ պետք է դառնա այդ թիմի անդամ ու այդ երեխան էլ պետք է հասկանա, որ ինքը մենակ չի, դա թիմ է, մարզիչ, ծնող, երեխա։ Չէ, հիմա զուտ այդ ծխելն էր ինձ բանանում։ Չէ, ես ընդհանուր գլոբալն եմ ասում։ Չէ, հիմա ասում եմ, երբ ես խաղում գամ նայեմ, արդեն վայելք է, էլի։ Դե օրինակ մեր ծնողները ովքեր չեն ծխում, ասես ուրիշ ձև, ասես սաղ այդ էմոցիաները թափում են վրել։ Դա մի հետաքրքիր ուրիշ տենց ուղղություն է։ Քո դեպքում, բայց ինչն եմ նկատել, դու սենց մարզման process-ից բռնած ամեն ինչի մեջ սենց ներկա ես։ Մի կողմից ինքը շատ կարևոր իմ համար երևույթ է, որտեվ դեպքերը շատ են, երբ որ երեխաներին ուղարկում են ծնողները թենիսի, մեկը չգիտեմ, վերցնելուց են գալիս։ Իսկեն չեն հետաքրքրվում, որովհետև շատ կարդինալ տարբերվում են, էլի, այդ տեսակի ծնողները ու այն ծնողները, ում համար գիտես ոնց քո երեխու կարիերան, քո կարիերան էլ է։ Դե դա այս նպատակի է, էլ նայած նրանք են տվել երեխային պարապելու, տվել են ինչ որ հաջողություններ, այսինքն հասնելու ինչ որ նպատակներ դրել են իրանց առջև, թե որպես դրել են որպես սպորտ, որպես առողջություն, որպես ժամանակ։ Այո, դա էլ է դեր խաղում։ Եթե ես դրել եմ որպես նպատակ ինչ որ արդյունքների հասնել, ես Մարիային էլ եմ ասել, որ հիմի թենիսն այնց արագացել, որ ոնց որ մի հոգի կյանքը, մենակ երեխայի կյանքը իրան բավական չի, որ ինքը ինչ որ հաջողություն ունենա։ Իր հետևից եւս մի հոգու կյանք, դաժե կարելի ասել երկու պետք է դրվի այդ աշխատանքի մեջ, այդ գործի մեջ, որ մի բանի հասնի երեխան, էլի։ Ծնողը մենակ բերի թողի երեխային, ասեն գնա ոչի բանին չհետևի, ոչի բան, դա դառնում է ոնց որ ժամանցի ինչ որ միջոց է։ Եթե նպատակը այն է, որ դառնա պրոֆեսիոնալ, այդ ամեն ինչը ազդում է։
Մի խոսքով ձեր աշխատանքից դուրս եք գալիս, սիրելի ծնողներ, մարզման process-ների մեջ պիտի ներկալնեք կամ մի հատ այնց լավ բիզնես կողքի վրա դրած էլի։ Դա մի անշարժ այտենց Բայց ինչով է զբաղվում։ Իմը մի քիչ IT-ի հետ է կապված, որը ես տունը նստած իմ համակարգչով կարող եմ իմ ազատ ժամանակին աշխատել, փող վաստակել, որ կարողանամ մասնագիտությունը փոխեք ձեր մի խոսքով։ Հա, դի այնց գործ ունենաք, որ հաստատ այդ գործը չխանգարի ձեր երեխային ոնց որ դառնաք նաստավնիկ չեմ հայկական ոնց է այդ բառը, որ միտեղից վերցնես, տանես միտեղից ընդեղ ֆիզոից ուրիշ, ասենք, տրեյների մոտ, սպարինգի մոտ, ամեն ինչը դեր ունի, էլի։ Հա, մեծ նշանակություն ունի։ Որտեվ ամեն մարդ մասնագետ իր մասով աշխատում է, բայց երբ որ քո մարզիչները full time չեն, full time ի՞նչ է նշանակում։ Մարզիչը ամբողջ օրը մի երեխու հետ է կամ մաքսիմում 2։ Եթե այդ խնդիրը չկա, իմ կարծիքն եմ ասում, այդտեղ արդեն ծնողի այդ դերը շատ ավելի մեծանում է, այդ բոլորը միացնելու իրար, հա, ու հենց ուղեղային կենտրոնն է դառնում այս Դա պարագայում։ ոնց որ դու լինում ես այդ ակադեմիա, որ երեխեքին տանում են, որ միտեղ ամեն ինչը համախմբված է, ոնց որ ֆիզոն, դաս, սպորտման, հիմի դա այդ նույն ակադեմիան ծնողն է դառնում, հասցնում այդ ամեն ինչը, որ ամեն ինչը ճիշտ բառը ամեն դեպքում կլինի հենց մենեջերը, դու խաղացողիդ մենեջերն ես, որը զբաղվում է բոլոր հարցերով։ Ու բացի այդ էլ դու մենակ չես թողում երեխայի վրա, հիմի չեմ ամ, շատ հնարավոր է ծնողն էլ նայի մի բանը դուր չգա կամ բան որոշում կայացնեն, իրար հետ քննարկեն, հետո ես Մարիայի հետ բացի մրցումներից ամեն պարապմունքից հետո մենք իրար հետ մի կես ժամ, մի ժամ դնում ենք, լրիվ անալիզ ենք անում, ասենք պարապմունքը, այս մի բանը խի սենց եղավ, այս մի բանը խի սենց եղավ, կամ նախորդ պարապմունքը մենք սերվի վրա պարապել ենք ու դու եկել ես այս պարապմունքը նույն սխալները անում ես, այսինքն մենք անցած պարապմունքը էլի սխալ ենք արել, ինչ որ մի բան սխալ ենք արել, որ քո մոտ չի ֆիքսվե դա։ Ոնց որ ծնողի դերը այդ դեպքում շատ մեծ է, էլի դա շատ մեծ աշխատանք է, այտենց այն ռոմանտիկ վիճակներից, որ ես տանեմ, ասենք թեկուզ ինչ որ ակադեմիա տամ ամիսներով շատ մեծ գումարներ ծախսեն, որ այդ երեխան դառնա վաղը չեմ ուսորը ինչ որ հաջողակ երեխա, դա արդեն վաղուց ֆանից դա չի աշխատում, էլի։ Ну, միֆ է իմ կարծիքով, որտեվ ամեն խաղացողին սրտացավ մարզիչ է պետք, սրտացավ մարդիկ են պետք, իմ կարծիքով, ու անհատական մոտեցում։ Մի անհատական մոտեցումը դա շատ մեծ բան է։ Օրինակ մենք անցած տարի գնացել էինք էլի տենց ակադեմիա ձմռան ամիսներին ու ես այնտեղ հասկացա, որ այնտեղ ոնց որ կանվեր աշխատել, ես այնտեղ տեսա, ասենք այնց երեխաներ, որ 4-5 տարի մնացել են այդ ակադեմիաներում, բայց հիմի խաղում են, ոնց որ խաղալ չիմանան, էլի, այսինքն իրանց ոչ մի բան դա չի տվել։ Իսկ sense անհատական մոտեցում ամեն երեխուն, եթե կարողանանք, ասենք, ապահովենք, հաստատ տենիսը մեծ զարգացում կապրի։ Մի հատ շատ հետաքրքիր անցում ա եղել վերջի 20 տարում ամբողջովին թենիսը դարձել է թիմային սպորտ, ուշադիր որ նայեք top 10 հատկապես խաղացողներին, մի ամբողջ թիմ խաղացողի վրա աշխատում է ամեն մեկը մի գծով, ահա որ շատ եմ սկսել նմանացնել ճիշտն ասած Ֆորմուլա 1-ին, ոնց է ասենք բուն այդ վարորդը գալիս է, բայց իրա վրա ինչքան մարդ ամեն մի sense դետալներով աշխատում է ու զուտ այդ վարորդի այդ պիլոտի Ֆորմուլա 1-ում պիլոտ են ասում, հա, պիլոտի գլխավոր ֆունկցիան հենց այդ տրեկի մեջ իրան մաքսիմալ դրսևորելն է ու իհարկե հետևել հրահանգներին մարզումային ցիկլում։ Այստեղ շատ է այդ նմանությունը ու քայլ առ քայլ ծնողների դերը հատկապես վաղ տարիքում, որտեվ պրոֆեսիոնալ շատ թենիսիստներ արդեն ունեն մենեջերը իրանց, բայց բնականաբար փոքր տարիքի երեխային մենեջեր լինելը դա արդեն բավականին լուրջ պատասխանատվություն է ու երևի գլխավոր պահն է, որ մենք պետք է այս զրույցից տանենք, որ հարգելի ծնող դու այնց այդ մենեջերի դերը պետք է պատրաստ լինես վերցնելու ամեն դեպքում։ Եթե ուզում ես այդ նմանացում, ասում եմ, ծնողը ոնց որ ավտոյի ագերը լինեին, երեխան այդ ավտոյի շարժիչն է, իսկ արդեն ինչով լիսկավորում ենք, դա տրեներն է իրա, մարզիչն է ու ըստ դրա այդ երեքը պետք է համատեղ լինի, որ այդ ավտոն գնա, ասենք առանց ակ չի կարա գնա, առանց շարժիչ չի կարա գնա եւ առանց այդ բենզինի էլ չի կարա մեքենան գնա։ Այդ ամեն ինչը պետք է համախմբված լինի, ոնց որ ասես մի բուր կազմված լինի, որ մի հաջողություն ունենա էլ երեխան։ Հիմա երևի բացենք այն մեր դժվարությունների թեման,
Բնականաբար թենիսում դժվարությունները սկսում եւ վերջանում են ֆինանսներով, հա։ Շատ անհատական է, բոլորի մոտ տարբեր է, բայց մոտավորապես Հայաստանում ըստ քեզ տարեկան ինչ կարգի ծախս է պահանջվում մի երեխա պահելու համար։ 12-ից 14 տարեկանում։ Ինչ մակարդակի ասենք պահեն այդ երեխային։ Ոնց որ խաղում է Մարիան, top 50 Եվրոպայում։ Ամենաչնչինը գումարային ամռումով երևի Չնչին կլորացրած Մոտավորապես պարտադիր չի ուղիղ։ մոտավորապես մի 12-ից 15000 ԱՄՆ դոլար պետք է որ այդ Տարեկան։ տարեկան։ Հետի առանց մրցումների, դա մենակ ասենք պարապելու նրա գումարն է։ Խաղացողին պատրաստելու ամբողջ process-ի մեջ։ Տարեկան։ Իսկ եթե գումարում ենք արդեն մրցում եւ այլն, այնտեղ Ամեն մինչև անվերջություն գնում է։ 12-ից 14 ինքը պետքա 12-ից հենց 14 հատ մրցում ամենակիչը խաղա, որ կարողանա այդ իր այդ ռեյտինգը ապահովել, եւ ոնց որ մի շաբաթ չի խաղում, ինքը միանգամից այդ ռեյտինգի աղյուսակում հետ է իջնում, էլի։ Միջինում ամեն մրցաշարը 1000-ից 2000 ԱՄՆ դոլարը կանցնի ու շատ տենց 3000 ու տենց արդեն ձեր հաշվարկները կարաք պատկերացնեք, այնպես որ լավ մտածեք այս ուղին սկսելիս լավ մտածեք, բայց հիմի ոնց որ ժամանակները մի քիչ փոխվում է, եթե երեխան հնարավորությունները շատանում է, տաղանդավոր երեխա է ու ասենք ծնողները հետևում է իր երեխային ուզում է, հաստատ հիմի ես մտածում եմ սպոնսորություն կամ սպոնսորների իր այդ գալը ավելի շատացել է, քան թե առաջ էլի։ Միանշանակ, ինչքան սկսում է լավ խաղալ, վարկանիշը իջնում է, հովանավորությունը ավելի շատ է մեծանում, որ կարա ունենա։ Մենք մեր հաղորդումներից մեկում երևի կհիշես քննարկել ենք այդ թեման, որ ինչ դժվարություններով որ դու կանցնես, դա հիմնականում կանխորոշում են, հա, ֆինանսական մասով։ Երբ որ վերլուծում ենք իմ ու քո կարիերան, հասկացանք, որ ստեղծված իրավիճակում մենակ այդ փաստը, որ բավականին դժվար էր նույնիսկ լավ արդյունքներով այդ հովանավորչությունը գտնել, արդեն բարիեր էր հանդիսանում, էլ չանդրադառնանք մնացածին։ Փառք Աստծո, տարեցտարի մենք զգում ենք, որ այդ բեռը ծնողի վրայից քիչ-քիչ հնարավորությունները շատանում են հանելու ու հուսով ենք, որ Հայաստանում արդեն կգա պահ, որ երեխան լավ խաղացող լինելով արդեն ինքը իր համապատասխան աջակցությունը գոնե պատրաստության մասով կունենա։ Իհարկե, դա ամենամեծ օգուտը կլինի դեպի պրոֆեսիոնալ ճանապարհ։ Մեկ էլ այդ ծնողներին, այդ նոր սկսնակ այդ երեխաներին, ուզում եմ ասեմ, այդ ծնողներին խաղը նայելուց շատ մի ոնց որ ջղայնացեք, շատ տաքացեք, շատ մի ներվայնացեք, ամեն ինչին պետք է հանգիճ եւ ժամանակի ընթացքում ամեն ինչը ոնց որ կգա էլի սենց։ Երկար ուղի է, չէ, երևի։ Իսկ եղել է պահ, որ մրցումը վատ անցկացնեք ու որոշես, որ ամեն դեպքում չենք ուզում թենիսով շարունակենք։ Ճիշտ ասած, այդ որոշումը ինձնից չի գալի, ասենք շատ պահեր եղել է, որ Մարիան մրցումը վատ է խաղացել, ես իրան ասել եմ, որ այս ինչ որ մենք անում ենք, ինչ ճանապարհ անցնում ենք, այդ գումարը ոնց որ ներդնենք քո սովորելու քո ուսման մեջ, դու կարող ես ավելի ուսումով ավելի շատ բանի հասնես, քան թե թենիսով, բայց Մարիան ինքն է որոշել, որ թենիս խաղա եւ թենիսը շարունակի, դրա համար ոնց որ այդ իմ որոշելունը չէ, էլի ես իրան առաջարկել եմ այդ ուղիները, մի անգամ չէ, մի քանի անգամ, բայց ինքը ոնց որ կանգ է առել թենիսի վրա, մենք էլ գնում ենք իր երազանքի հետևից։ Դե իր ցանկությունը մեծ դեր է խաղում իրականում, շատ մեծ։ Դժվարությունների այս թեման պետք է անընդհատ հիմա փորձենք բացենք այս մեր զրույցի մեջ։ Վերջերս մի հատ շատ հետաքրքիր ոդքասթ էի դիտում, Tennis Insider-ը, միջայլոց խորհուրդ կտամ հետևեք, վարում է Կարոլին Գարսիան, top 10 խաղացող ու իր ընկերներից մեկը։ Վերջում էլ ավարտեց կարիերան։ Այո, վերջերս, բայց ոդքասթը կար։ Քննարկում էին Իվան Լյուբիչիչի հետ ծնողների տրանսֆորմացիան տարիների ընթացքում։ Մի հատ շատ հետաքրքիր թեմա էր բացում, խոսում էր նրա մասին, որ ծնողները հիմնականում երեխայի այդ ամեն տարիքային փոփոխության հետ իրանք էլ հետը տրանսֆորմացիայի են ենթարկվում։ Այտենց տրանսֆորմացիաներ արդեն եղել են քո մոտ, թե կարծում ես հələ ամեն տարի եւ ամեն մրցումից մրցում այդ տրանսֆորմացիաները լինում են իմ մոտ։ Եղել է, որ ասենք քո դերի մեջ պարզ է, երբեմն կարող դու չուզենաս, բայց քո դերը փոխես, իր այդ շփվելուց կլինի խաղի վաղտ քո վարքը կլինի։ Խաղի վաղտ ամեն մի բառը, ամեն մի շարժումը, ամեն ոնց որ իմ պահելվածևը լրիվ հաշվարկված է, ու պետք է հաշվարկված լինի։ Ես դաժե անալիզ եմ անում ինքս ինձ այդ պահին ինչ եմ ասել,
Եթե զգացել եմ իր էմոցիան, իր ասենք վարքագիծը վատ ա եղել, մյուս sense մրցմանը ես այդ նույն բառերը, նույն ձևով չեմ ասա, ես ուրիշ ուղով եմ ուզեցել մոտենալ, ուրիշ ճանապարհով, որ հանկարծ խաղի ընթացքում իրան չխանգարեմ ես իմ պահելաձևով։ Իսկ կարծում ես կարա տենց պահ գա, որ ենթադրենք քո ու իր աշխատանքը իրար հետ էֆեկտիվ չի ու դու քո կամքով դուրս գաս process-ից, վստահես, ասենք պրոֆեսիոնալ մենեջերին։ Իր տարիքը նախ հասել է դրան, որ ինքը այդ բարձունքների հասել է, որ առանց ինձ կարա ինչ-որ մի բան անի, ու եթե ես հասկանամ իրան, եթե ես խանգարում եմ ինչ-որ этаպին իր բարձունքներին հասնելով, միանշանակ դա իր երազանքն է, Բալիկ ջան, տոկոսներդ փակվում ես, չէ՞, մնացածը քո գործն է։ Շատ adekvat պատասխան է, նորմալ։ Ներդրման փողերը սախ հետ է Սա հետ են գալիս բենեֆիտով, հա։ ու գնալու մենեջերի հետ զբաղվելու։ Իմիջիայլոց շատ դեպքեր կան, մեզ շատ հայտնի նույնիսկ մոտ թենիսիստներից, ովքեր ենթադրենք մի հատ շատ հարուստ բարեկամ են ունեցել, այդ թեմայի շարունակությունն է, ովքեր տենց մի քանի տարի ինտենսիվ ֆինանսավորել են իրանց, ու երբ որ այդ մարդը խաղացող արդեն դարձել, ասես կանգնացրել են, ասել են դե մեր ներդրումները պլյուսով վերադարձնում ես մեզ, ու դառնում է մի հատ տենց մեծ խնդրեմ եւ այլն, կանրադառնանք այդ թեմաներին։ Ինչ ես կարծում, օրինակ մարզչական առումով Հայաստանում ինչ-որ պոտենցիալ կա, ասենք մարզիչները ասենց ինքնակրթվել սիրում են, քո հայացքը պետք է փորձենք էլի հիմա վերլուծենք։ Հենց այդ բանը էլ էի ուզում անդրադառնալ, ոնց որ 11 տարեկանում արդեն անենց եղավ, որ պետք է մարզիչ փոխեինք, բայց հարմար մարզիչ մեզ չէինք գտնում, ոնց որ անենց ստացվեց մի տարի այդ մարզչական գործը ես ինչքան հնարավոր էր ին վրա վերցրեցի, ու այդ տարի անենց ստացվեց, որ գնացինք Թուրքիա, Ստամբուլում մրցում խաղալու 12 տարեկանների, այնտեղ ինքը ոնց որ իրան լավ չդրսևորեց, ու այդտեղից ես հասկացա, որ դա մենակ ծնողի վրա հաստատ պետք չի թողել, էլի այդ նույն ոնց որ մեքենան է, ես փորձեցի ոնց որ բենզինն էլ ինքս լցնեմ, ագնել ես լնեմ, շարժիչն էլ ինչ որ ես լնեմ, բայց դա շատ սխալ մոտեցում է, էլի դրա համար անպայման մարզիչի դերը թվում շատ մեծ է, ասենք դա քննարկելու առարկա չի, էլի ծնողը մենակ ոչ մի բան չի կարա անի ու հասնի։ Իսկ Հայաստանում այդ մարզչական պահը ես ասել եմ, մարզիչը բացի ասենք մարզչությունից անելուց պետք է ինքը իր վրա շատ աշխատի, որովհետև թենիսը օր-էցօր փոխվում է, ամեն օր ասենք թենիսի մեջ կարաս նայես ու ինչ-որ տարբերություն գտնես, ինչ ա եղել առաջ, ինչ ա եղել հիմա։ Ես խորհուրդ կտամ մեր սա մարզիչներին, որ այդ ուղին իրանք էլ պետք է անցնեն, էլ եթե պետք է երեխան դարձնեն պրոֆեսիոնալ, ուրեմն պարտադիր իրանք էլ պետք է աշխատեն իրար։ Օրինակ Ալկարասը մատուցման տեխնիկան փոխել է։ Նկատել ես։ Կոնստանտ սաղի մոտ փոքր փոփոխություններ լինում են։ Ամեն խաղից խաղ ես որ նայում եմ այդ կլինի տակտիկայում, կլինի տեխնիկական մասով, չկա առանց զարգացում։ Ինքը ինչ որ կետ չկա, որ հասնես, ասես վերջ, ես թենիս եմ խաղում, ինքը անընդհատ տարածվելու տեղ ունի, անընդհատ ու անդադար։ Տեղ լիներ, որ երեխային տանեինք ու այդ երեխային ասենք 100% մեզ երաշխավորեին, որ այդ երեխան դառնալու է top թենիսիստ, բոլորը կտանեն։ Բոլորը այդ սաղ աշխարհում հազարատ միլիարդավոր դոլարանոց ասենք երեխաները թենիս են պարապում ու իրանք հաստատ այդ երեխեքին կտանեին, որ մի բանի հասնեին։ Դրա համար ամեն երեխան անհատ է, ամեն մարզիչ անհատ է ու պետքա գտնվի այնպես մարզիչ, այնպես երեխա, այո, որ իրար հետ կարողանան լեզու գտնեն ու տեն զարգանան, իրար հետ էլ զարգանան։ Ոնց որ մարզիչը երեխայի հետ էլ չի կարա մի երեխայի հետ ասենք մի ձև մարզում է, այդ մյուս երեխայի հետ էլ նույն ձև ինքը վարվի, էլի ամեն երեխան անհատականություն է եւ պետք է մարզիչն էլ իրան հարմարվի ու իրար հետ ոնց որ իրար սենց բրթելով առաջ գնան։ Վահան ջան, ո՞րն է top 3 խնդիրները, որ քեզ խանգարում է որպես ծնող Մարիայի հետ կապված կամ խանգարել է Հայաստանում։ Top 3 խնդիրները ամեն տարիքային ոնց որ բարիերներում տարիքային այդ շեմերը իր խնդիրները ունի, ես այդ հին խնդիրները արդեն լրիվ անցել ենք, հիմի ոնց որ եկել է նոր խնդիր, Մարիան 14 տարեկան է, իր պարապելու ժամերը 4-5 ժամ օրեկան պարապում է եւ հիմի հենց առաջի խնդիրը դբրոցն է, որը Հայաստանում ոնց որ սպորտի համար նախատեսված on-line դբրոց գոյություն չունի, թեկուզ Մարիան ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, բայց Մարիան հիմի
դպրոցը սարքել են 8-15, լրիվ քաղաքական ինչ-որ ելույթի նմանվա, բայց լավ, 8-15 են սարքել, ու իմի 6:30 ինքը պետք է արթնանա, հասցնի հաց ուտել, հասցնի շորերը դնել, որ 7:30 տնից դուրս գա, 8:15 այցելի դպրոց, որտեղից հետո 2-ին 2:15 ես իրան պետք է ընդերից վերցնեմ, ավտոյի մեջ ոնց որ պետք է սնվի, հասցնի հաց ուտել, դրանից հետո 4-5 ժամ պարապի, դառնում է արդեն ժամը 6-7-ը, ոչ հասցնում է դպրոցի դասերը դրանից անել, ոչ ինքը հասցնում է ֆիզիկապես վերականգնվել, ոնց որ հոգեպես, ֆիզիկապես ու տենց ոնց որ ամեն օր այդ հոգնածությունը կուտակվում է ու արդեն իր պարապմունքները դառնում են ոչ էֆեկտիվ, էլի դրա համար դա հենց առաջի խնդիրն է, որ պետք է լուծվի։ Զարգացած աշխարհը այդ խնդրի լուծումները շուտվանից ունի, ուղղակի մեր Հայաստանը շատ է հետ մնում այդ հարցում։ Այստեղ հարցը ոչ թե գիտելիք ստանալ չստանալն է, այսինքն երեխան կրթություն ունենում է, թե չի ունենում, այլ այդ ամբողջ ծրագրի կազմակերպումն է։ Մեզ շատ ահավոր լուրջ ձևով խանգարում է հենց որ ֆիզիկապես երեխան պետք է ներկա լինի մի այնպիսի process-ի, որը իր ամբողջ կարիերային միշտ խանգարելու է։ Այսինքն ժամային առումով ինքը կամ տրամադրում է ուսմանը, կամ սպորտին։ Եթե երեխան տաղանդավոր է սպորտում ու ապագա է երևում, ինքը պետք է դպրոցում լուրջ խնդիրներ ունենա ու հակառակն է։ Մենք լուրջ խնդիրներ ունենք ամեն տարի, անցած տարվանից սկսած ոնց որ ուզում էին թողեին նույն դասարան, բայց քննություններ հանձնեց, ոնց որ տեղափոխվավ, իմի նույն խնդիրները այս տարի է, որտեվ ես ավելի ոնց որ չենք հասցնում ամեն ինչը եթե ուզենանք իրար կպցնենք, համենա կիսատ մնում, համ դպրոցն է կիսատ մնում ու որակն է, դա առաջ է։ Երկրորդ խնդիրը հիմի արդեն մի ամսից 2 ամսից զմերային սեզոնն է գալի թենիսը, իսկ թենիսը 12 ամսվա պարապելու սպորտ է։ Բանն է, Game of Thrones-ն է, Winter is coming, Winter is coming, եւ մենք Երևանում կոնկրետ թենիսային փակ կորտ նորմալ չունենք, որը ասենք համապատասխանում է ստանդարտներին, եթե 14 տարեկան ենք մենք արդեն պետք է պարապենք որպես պրոֆեսիոնալ, ասենք երեխային տանենք պրոֆեսիոնալիզմի, իսկ պրոֆեսիոնալ դաշտ չունենք մենք Երևանը, որ կարողանանք այդ երեխային, ոնց որ մենք թիմը հավաքում ենք իր շուրջը, ասենք մեր ունեցած հնարավորություններից ու ձմռան ամիսներին լրիվ կոտրվում է այդ մեր աշխատանքը, դա ամենամեծ երկրորդ խնդիրն է, որ պետք է շատ շուտ լուծվի, եթե արդյունք ուզենանք ունենանք, էլի, որովհետև Հայաստանում մենք շատ մեծ խնդիր ունենք փակ կորտերի, որ այդ պրոֆեսիոնալ արդեն զբաղվող ու այդ ճանապարհը ընտրած երեխեքը մեծ խնդրի առաջ են կանգնում, որովհետև եթե ստեղ այդ արագ կորտերի վրա պարապաստում ենք երեխաներին, չգիտեմ, մեր կարող է մինչև 12-13 տենց ցույց չտա, բայց 14-ից հետո մի խնդիր էլ դրանից հետո փակ կորտերից այդ արագ կորտերից հանում ենք հողի կորտեր, ասենք լրիվ ոնց որ ասենք ինքը վնասվածքի բունել է վնասվածքի համ իրանց խաղի մեջ շատ մեծ տարբերություն է, մինչև նորից իրանք հարմարվում են ասենք դրսում խաղալուն, որովհետև այդ արագությունները լրիվ փոխվում է, մենք այդ ժամանակը էլի կորուստ ենք ունենում։ Ու ձմռանը հիմնականում պետքա ավելացնել, էլի, թե ֆիզիկական, թե վարժություններով, տեխնիկա ուղղել եւ այլն, մրցումները մի քիչ քչանում են, այդ այն ժամանակահատվածն է, որ պետքա ավելացնել գնալով։ Մի խոսքով այս թեմայով քո ու մարզիչների խնդիրները նույնն է։ Հա, բոլորի, իմ կարծիքով նույնիսկ սիրողական զբաղվողների, որովհետև չկա կորտ։ Համամասնությունը, որ պատկերացնեք, տեսեք, Երևանում միջինում երևի 30 հատ բաց կորտ կա, գործող կա ընդամենը 4-ից 6 փակ կորտ, որոնց մեծամասնությունը չեն համապատասխանում որևիցե ձևով մարզական մեր սպորտում սպეციფიկ ստանդարտներին։ Դրանց վրա մարզելով երեխեքը շատ հեռու չեն կարող գնան, հակառակը նույնիսկ տրավմատիկ է դառնում։ Այդ երկրորդ մեր խնդիրը։ Երրորդ խնդիրը հիմի օրինակ Մարիայի, չնայած արդեն լուծվել է այդ խնդիրը, բայց լիքը ոնց որ հանդիպել ենք, դա Եվրոպա գնալու վիզաների խնդիրն է, որ վիզաները, ասենք, երկարաժամկետ մեզ չէին տրամադրում պուճուր սրոկերով էր, բայց մրցումները անեցա, որ ինքը եթե ռեյտինգը ապահովում է, մենք այդ մրցումից կարող ենք իմանալ, ասենք, ամենաշուտ 15-20 օր առաջ, որ ինքը կարա մասնակցի այդ մրցմանը ու
այտենց մրցումներ բաց ենք թողել, ասենք սուպեր կատեգորիայի մի հատ մայայում մրցում, որը կար մենք պետք է մասնակցեինք, դա տոպ Եվրոպայի խաղացողների համար մրցում էր, որ Մարիան այնտեղ ընդգրկվել էր ոնց որ Ասնովայի մեջ ու մենք վիզայի պատճառով չկարողացանք մասնակցել այդտեղ։ Ոնց էլ անում են քաղաքականությունից չենք փախնում, էլի ստացվում է։ Դա շատ քաղաքականություն չի, բայց Մի Դե քիչ խնդիր ա, ու լուրջ քիչ խնդիր կա ա, սպորտային իրականում, մի խնդիր է, քիչ կա։ որ հավաքական երեխաներին երևի պետք է հնարավորություն տալ կամ ինչ-որ արտգոսնախարարության հետ խոսալ, որ իրանց մուլտի վիզաներ տան, որ այդ տենց որպես մարզիկ միջոցառումներ, ասենք, բաց չթողեն, էլի իրանք։ Իմիջիայլոց դեպքեր եղան նաև, որ ամբողջ հավաքականը չի գնացել, էլի մտնենք մարշական դաշտ, ամբողջ հավաքականը ոնց որ կորցրեց շանսը մասնակցելու, մի խոսքով։ էլի Հրատապ վիզայի լուծում ա ուզում։ պատճառով։ Հրատապ։ Ես էլի խնդիրներ կարամ ասեմ, հետո երեկո Սիրով, կարամ սիրով, չսահմանալ։ Գնացինք, անցանք Նախ առաջ 4 հիմի 14 տարեկաններում արդեն ի հայտ են գալիս սպորտային բժիշկներ, որը Հայաստանում լիովին բացակայում է, ասենք սպորտային բժիշկներին, որ իրանք հիմի մենք գնում ենք մրցումների, տենում ենք տարբեր երեխեք տարբեր դաբավկեք են խմում, իսկ մենք մեզնից հորինած, ասեմ, ինչեր ենք ուզում անենք, որ այդ երեխան խաղի ընթացքում 100% էֆեկտիվությամբ խաղա, էլ, իսկ մենք տենում ենք ուրիշները 100-110 էֆեկտիվությամբ խաղում ենք, բայց ինչի արդյունքն է, դա այդ հավելվածների, վիտամինների, դաբավկեքի խնդիրն է, որը պետքա տենց ինչ որ սպորտային բժիշկներ էլ ունենանք, էլի, Այո, այդ խնդիրը էլ դա է։ մենք էս վերջերս քննարկել ենք այդ հարցը։ Հա, պրոցեսներ գնում են, մենք մի քանի անգամ այս թեմաները քննարկել ենք կադրային քաղաքականության վերաբերող, մասնագետները կլինեն դրանք հոգեբաններ, ֆիզիկական պատրաստության մասնագետ, հատուկ տենիսի նուտրիցիոլոգներ կամ եւ այլն, այդ մասնագետների շարքը կամ պետքա փորձես դրսի փորձը բերես Հայաստան մեծ ծախսեր անես կամ քո կադրերին աճացնես, երկուսն էլ իդեալական չի, բայց պետքա անընդհատ, չգիտեմ, ոչ մի բան չանելով հաստատ չենք լուծի, էլի խնդիրները։ պետքա Այսի լուծի, sense, բայց լուրջ բան խնդիր է։ խոսում ենք ոնց որ ամեն ինչ վատնա, բայց տենիսը ասենք շատ հիանալի սպորտ է ձևա ու իրանից լավը չկա, ասենք այդ էմոցիաները, որ մարդը ապրում է, չգիտեմ, դա աշխարհ արժի էլ։ Այո, ընդհանրապես ինչի է ստացվում, որ մենք միշտ sense խորանում ենք այս բացասական էներգիաների մեջ, մի քանի անգամ արդեն երևի եղած կլինի մեր ոդկասթներում, ահավոր էմոցիոնալ սպորտ է թենիսը, սաղս էլ գիտենք ու նույնիսկ տեսեք ծնողների տեսանկյունից այդ էմոցիաների պակաս չի լինում։ Լրջագույն խնդիրներ է, որոնք մեկը պետք է անընդհատ sense արծածելով, sense անընդհատ քննարկելով, փորձենք հերթով sense մենք մեր համար գոնե այդ լուծումները գտնենք ու որոշակի ձևով գոնե ազդեցություն ունենանք, չէ՞։ Փորձենք հաղորդման նպատակն էլ նաև ու պետքա ոսկե միջին գտնենք, էլի, ոնց որ համ ուսման վրա, համ թենիսի վրա, մի լիովին ուսումն էլ չի կարելի թողնել, որովհետև տոպ թենիսիստներին եթե նայում ենք, այնտեղ բարձր կարգի ինտելիգենտ մարդիկ են, ինտելիգենտ եւ բարձր IQ-ներով 5-6 լեզու իմացող սաղ մարդիկ են, այտենց պետք է կարողանանք դաստիարակել, մեծացնել էլ։ Լուծումը իմիջայլոց, ասեցինք կա, բայց չբացեցինք այդ թեման, մեծ մասամբ հենց Եվրոպայում կլինի եւ այլն, դու տանում ես մրցումների, հայ սպորտսմենը խաղը վերջացավ, ինչ որ տենց խառը բաներով զբաղվում է, բայց այդ եվրոպացիներին մեկը տենում ես, всё, գրքերը հանեցին, կոմպերը դրեցին իրանց դիմաց, սկսում են դաս անել խաղերից հետո։ Ամեն դեպքում, հա, հերավար այդ դպրոցները շատ ընտիր լուծում են, այսօր խիստ կարիք ունենք դրանց մեր մարզաձևում, հրատապ ինչ որտեղ նաև լուծումներ են անհրաժեշտ, հուսով ենք շուտով կստանանք, էլի։ Ծնողներն էլ շատ մեծ դերակատարում ունեն, դա մենակ երեխաներից չի գալի, այդ ռակետկա շպրտել, գոռալ, դրա դեմը պետք է հենց փուչու ժամանակվանից ոնց որ չեմ համարվել, դա տենց ինքնաբաց թողելով չի լինի, դրա դերը ծնողներինն էլ է շատ մեծ, որ պետքա երեխային սովորացնել, որ ոնց որ ռակետը քո ընկերն է, էլի, քո առաջի ընկերն է, դու իրանով խաղում ես, դու սաղ ժամանակը իր հետ անցկացնում ես ու իրան վնասելը ոնց որ քեզ վնասես, էլի, այտենց վիճակի պետքա հասցնվի, ես մտածում եմ այդ էմոցիոնալ վիճակը, որ իրանք խաղի ընթացքում, չեմ ամ, ռակետ շպրտել, տենց իրանք տեսնում են ոնց որ խաղացողները, տենց ռակետները տալիս ջարդում են, բան են անում, բայց դրանց նմանվել երևի պետք չի։ Իրանց իրականում շտրաֆներ է մեծ, գումարներ են, համ իրանք այնց իրանց էներգիան վատ հանում են, բայց այտենց բաներ երևի պետք չի սովորել, էլի։ Իմիջայլոց ծնողների դերը հենց փոքր տարիքում սպորտային հոգեբանության մեջ շատ մեծ է իմ կարծիքով, որովհետև
երեխան դաշտում անցկացնում է մարզիչի հետ մի քանի ժամ, всё գնում է, բայց ծնողը երբ որ երեխային կտանի մրցում, process-ին կմասնակցի եւ այլն մարզման, ինքը անգամներով ավելի մեծ ժամանակ է երեխայի հետ անցկացնում ու իր ազդեցության լծակները մի քանի անգամ ավել են, քան բուն մարզիչի, երբ որ խորհուրդ կտա ու կանցնի առաջ։ Իհարկե չենք բացառում են, որ շատ դեպքերում երեխան ծնողի հետ չի սիրում աշխատել, բայց ամեն դեպքում ծնողները պետք է իմանան, որ իրանք այդ հնարավորությունը ունեն, գոնե վարքի առումով, գոնե մարզական այդ դիսցիպլինայի առումով, իրանց ազդեցությունը թողելու խաղացողի վրա։ Ես մի հատ հարց հիշեցի, վերջերս տարածվեցին ֆիլմերը սպորտային, տենց երբ որ Ուիլյամսների պապան տենց King Richard որոշում է, որ իրանք դառնալու են առաջին ռակետ եւ այլն ու սկսում է այդ իրանց կյանքը։ Այդ տենց ֆիլմերը ազդեցություն թողել են քո վրա, որտեվ շատ գիտեմ ծնողներ, որոնց վրա թողել են ու երբեմն բացասական ձևով։ Դրա մասին հետո կխոսանք։ Չէ, դες բացասական ոնց որ այդ կինոն նայելու ծնես չէ, դա իմ համար ասենք նորություն էր, այդ King Richard-ը ինչ որ անում էր, ես մինչև այդ կինոն էլ էի Մարիայի հետ ոնց որ անում, ոնց որ նույն ուղու վրա էինք էլ այտենց մտքով, դրա համար դες բացասական ավելի շատ մոտիվացվա ինչ որ էֆեկտ ունի այդ կինոները, քան ստե։ Նույն ասենք եթե Անդրեյ Աղասի գիրքը կարդում ենք, ինքը իր հոր հետ ինչքան ժամանակ է անցկացրել եւ ասենք ոնց են իրանց պարապմունքները եղել, նույն էֆեկտը ընդեղ է էլի լինում, որ ինքը գրում էր, որ իմ հայրը ոնց որ ինձ տանջում էր էլի ամեն օր, ես այնքան սիրում թենիս, բողոքելա, ասում օրեկան 1000-ից ավել գնդակ էի խփում, լցնում ու տենց զզվում էի թենիս։ Ես թենիսից զզվում եմ։ Մի հատ էլ լավ ֆիլմ ասեմ, Աղասի ու գրաֆի մասին է, որը կոչվում է Perfect Match։ Այս տարի եմ նայել, շատ լավն էր։ Բավականին լավ ֆիլմ է էլի, իրանց ընդհանուր կյանքի ոնց է լինում, գրքի մեջ դե ինքը պատմում է, չէ՞, որ ոնց է ծանոթանում երկուսն այդ ժամանակ, որ Wimbledon են գրում, այդ ժամանակ են մտերմանում, այդ ամեն ինչը ներկայացված է այդտեղ, շատ հետաքրքիրն է։ Մոտիվացնում են դրանք սա։ Ընդհանուր առմամբ վերլուծեցինք, թե ինչ այսպիսի դժվարություններ կարա ունենա թենիսային ծնողը, վաղ տարիքում իր դերը ինչպիսին է, այդ տրանսֆորմացիան ոնց է լինում։ Ավելի քիչ քննարկում երևի ունեցանք պրոֆեսիոնալի մասով ու հուսով ենք մի 5 տարի կանցնի ու դու արդեն քո կարծիքը կասես մեզ որպես պրոֆեսիոնալ խաղացողի ծնող, ոնց որ այդ մասը բաց ենք թողում հետոյի համար։ Մեծ հաշվով մեր քննարկման մեջ շատ հետաքրքիր էր հասկանալ հենց ծնողների տեսանկյունը։ Սիրելի ծնողներ, ձեր համար էլ երևի շատ բաներ քիչ թե շատ հասկանալի եղան կարիերայի առումով ձեր երեխաների, այնպես որ ամեն դեպքում դուք պետքա լավ մտածեք թենիսի շատ բարդ ուղի է, շատ դժվար։ Իհարկե զուտ մարզական առումով միանշանակ խորհուրդ ենք տալիս ձեր երեխաներին հնարավորինս շատ նախ եւ առաջ սպորտը մտցնել իրանց կյանք, երկրորդ առումով եթե շանս ունեք թենիսը հենց շատ լավ հիասքանց ոնց որ սպորտաձև է, լիքը էմոցիոնալ տալու, լիքը ադրենալին, լիքը ներվային վիճակներ, ճիշտ ասած։ Դրա համար արժի, ամեն ինչ արժի։ Պրոցեսն է, ի վերջո, որը մնում է մարդկանց հետ պրոֆեսիոնալ խաղացողներս էլ նույնը կասենք, մենք շատ դեպքերում չենք հիշում մեր արդյունքները, այլ այն էմոցիաները, որոնք այդ պրոցեսի ընթացքում ունեցել ենք, իսկ ցանկացած երեխայի համար մինչև ենթադրենք ուսանողական տարիքը, հա, երեխաները, ովքեր տենց մանկական, մարզական կարիերա են անցնում հատկապես թենիսով, իմ կարծիքով ուրիշ մարդիկ են մեծանում լրիվ, այնպես որ միանշանակ ձեզ խորհուրդ կտանք ուղղորդել ձեր երեխաներին դեպի մեծ սպորտ ու հատկապես թենիս։ Շատ շնորհակալ ենք ձեզ, հուսով ենք հաղորդման թեման ձեզ հետաքրքիր էր։ Շնորհակալություն ինձ հրավիրելու համար ձեր նոր պրոյեկտ, շնորհավորում եմ։ Շատ լավ բան եք մտածել։ Մենք էլ ենք շնորհակալ, որ չմերժեցիր ու հյուրընկալեցիր մեզ։ Ու հիշեցնենք, որ նմանատիպ հետաքրքիր թեմաներ մենք դեռ շատ կունենանք, մեր ոլորտը մի մեծ ինդուստրիա է, որտեղ բոլոր տեսանկյուններից քննարկելու ենք։ Դուք կարող եք իմիջիայլոց հենց մասը կազմել մեր այս պրոյեկտի աջակցելով մեզ, սկսած այդ subscription-ներից մինչև մեր Patreon-ները եւ այլն։ Ինչու ոչ, եթե դուք ինչ-որ ռեզուլտատիվություն ունեք մեր սպորտում, դուք կարաք նաեւ շփվեք մեր այդ տաղավարում։ Շատ ուրախ ենք եւս մեկ անգամ, մինչ նոր հանդիպում։ Ստեսյուն։